Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներ, Անահիտ երբ որ աջուձախենայում իսնում է խոհանոցում ինչ-որ մի բան այն չի, որովհետև ես սիրում եմ, որ խոհանոցը ամեն ինչ կարգու տեղ լինի, որովհետև խոհանոցը իմ համար այն վայրն է, որտեղ ես պետք է հանգիստ լինեմ, պետք է լինի մաքուր, կոկիկ ու իմ ուզած ձևով, այսինքն ոչինչ պետք է չլինի, սխալ է, որ ասում եմ խոհանոցում, երբ որ աշխատում ես, պետք է ամեն ինչ լինի, օրինակ ես ամեն ինչ ունեմ, ամեն ինչի նկատի ունեմ, ցանկացած էլեկտրական սարքեր, խոհանոցին վերաբերող ամեն ինչ ունեմ, բայց ամեն ինչ այսպես ցուցադրական չեմ դնում, ինչի համար, որպեսզի մաքուր մնամ, որովհետև երբ որ դարակներում դասավորված է լինում մաքուր է խոհանոցում մենք ամեն օր եփում ենք, թափում ենք, չէ՞, այդ խոնավությունը, յուղը նստում է այդ բոլոր էլեկտրական սարքերի վրա ու անդադ պետք է մաքրություն անենք։ Ես ուզում եմ ամենակիչ գործը անեմ իմ տանը, որովհետև ժամանակի խնայելու լավ ձև է ու ամենակարևորը մեզ լավ նայելու ձև է։ Սովորենք սիրելիներս, քիչ աշխատենք, սա ընդհանրապես խորհուրդ Իրայի կողմից ձեզ։ Թեմայի չեղվեցինք, որ Անահիտ այսպես նայի մի աջուձախ, ես դրա համար այսպես մի հատ թեմա սկսվեց։ Սիրելիներ, այսօր պատրաստելու ենք խաշլամա, գարանմասով ենք պատրաստելու։ Իդեպ իտալացիները Սուրբ Զատկական տոնին բացի ձուկ ուտելուց իրենք ավանդույթ ունեն ուտեն գարամիս։ Դա իրենց մոտ մեծ ավանդույթ է, իրանք ուտում են պարտադիր գարամիս, տարբեր ձևով պատրաստված։ Ես որոշեցի պատրաստեմ գարամիսը խաշլամայի ձևով, որը իմ ամենասիրած տարբերակն է։ Ինչ է անհրաժեշտ լինելու, ամենակարևորը գարանմիս, ես այսպես սիրուն չարաղաչ կտորներն եմ ընտրել, որպեսզի համեղ լինի, որովհետև գարանմիսը բոլորի կողմից չի, որ սիրված միս է, այստեղ փառք Աստծո այնպիսի միս եմ վաճառում, որ հոտ չի գալիս, ոնց որ գարանմիս չուտես, չգիտեմ ինչ միս է, բայց գարանմիս է։ Սիրելիներ, կարտոֆիլը հիմա բաժանում եմ ընդամենը երկու մասի, այսպես սովորական մի հատ թավա վերցրեք, որը որ դուք սիրում եք, ինչ բանջարեղեն, որ դուք սիրում եք, իդեպ ընտրեք այնպիսի բանջարեղեններ, որ թարմություն հաղորդի, որովհետև գարուն է, չէ, գարնանը որքան որ մենք բանջարեղեն ուտենք, այնքան մեզ օգուտ է, սիրելիներ, սա շատ պարտադիր պայման է, գարնանը բոլորս վիտամինների կարիք ունենք, պետք է պարտադիր սնվենք առողջ, այնպես որ խորհուրդ եմ տալիս, բացի կարտոֆիլը չենք համարում առողջ սննդակարգի մեջ, քիչ կալորիականություն ունի, իդեպ կարտոֆիլը շատերը խոսափում են օգտագործելուց, բայց ասեմ, որ մակարոն եւ բրնձից ավելի քիչ կալորիականություն ունի։ Ուրեմն, այսպես կարտոֆիլը խոսելով կտրատեցինք, դրեցինք, հիմա ինչ ենք անելու, ամենակարևորը պետք է մի փոքրիկ համեմենք կարտոֆիլը, որպեսզի համեղ լինի, աղը միշտ զգուշ ենք լինում, շատ չենք անում։ Սև պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ, իդեպ կարիք չկա, չէ, նշելու քաղցր, կծու, սա էլ է, ըստ ճաշակի է, ով ինչպես որ սիրում է։ Ռեհան չոր, ամենահամեղ բաղադրիչը, սիրելիներ, վերջ, այսքանով սահմանափակում ենք ու սկսում ենք շարել միսը։ Այսպես, հիմա ես սիրում երկրորդ շերտով կդնեմ միսը։ Իդեպ տեսեք, որքան նուրբ է կտրված, շատ շուտ է եփելու, կարտոֆիլի հետ հավասար եփելու է ու վերջ։ Շատ համեղ տարբերակ է, ովքեր որ իմ ձևով պատրաստեն, չեն փոշմանի։ Կտեսնեք, որ ընտիր է ստացվելու։ Հիմա նույն ձևով միսն ենք համեմում, կարմիր և սև պղպեղով, և ամենակարևորը կանաչը, քան կանաչին դեռ չեմ կավելացնել, դա էլ է ըստ ճաշակի, չեմ սիրում, երբ որ կանաչին հետը եփվում է։ Չոր կանաչին շատ լավ է, նախապես։ Մի փոքրիկ էլի աղ կանեմ, քիչ, խոշոր աղ եմ անում, որովհետև շատ համեղ է։ Իդեպ, սիրելիներ, սոխը միշտ հիշեք, դնում ենք մսի վրա, որպեսզի միսը լավ համեմվի ու շատ համեղ լինի։ Շատերը օրինակ սոխը ավելի շուտ են դնում, քան միսը։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս սոխը դրեք մսից հետո։ Ընտիր է ստացվում այդպես, շատ համեղ է լինում։ Այ օրինակ շատերը ասում են, ինչ տարբերություն։ Բաղադրիչներ իրար վրա լցնենք, համեղ է ստացվում, միևնույն է ոչ։ Պետք է մի քիչ մտածված անել։ Ուրեմն մեկ գլուխ սոխ, այսպես շերտերով սիրուն կդնենք։
ովքեր որ սող շատ են սիրում, օրինակ ես շատ կդնեի, բայց երեխաներս դուք արդեն գիտեք, շատ չեն սիրում, գոնե այսպես դնում եմ, հույս ունեմ, որ չեն բողոքի։ Պղպեղ, ամենակարևորը, թարմ պղպեղ։ Եթե չունեք էլ աշխատեք գոնե կեսը ձեռք բերեք, չգիտեմ, մեկը հաստատ Արցախցիքում կունենաք, ես համոզված եմ, իմ հայուհիները հենց այնքան լավ տնտեսող են, որ ամեն ինչ էլ կունենան, համոզված եմ։ Այսպես պղպեղն էլ ավելես ամբողջությամբ ավելացնեմ, իդեպ կարող եք կծու պղպեղել։ Ես իմ երեխաներից համար չեմ ավելացնում, որովհետև ամուսինս թարմ պղպեղը կծուն ուտելու է, այնպես որ ձեզ խորհուրդ եմ տալիս, մի հատ փոքրիկ էլ այսպես կծու պղպեղ դրեք։ Սա էլ այսպես լոլիկ, թարմ լոլիկ։ Էլի այսպես շերտերով կդասավորենք։ Մի երկու հատ դափնու տերև ենք դնելու, նորից ռեհան, բայց լավ է, որ ռեհանը Հայաստանից եմ բերում, որովհետև այստեղ միայն բազիլիկն է, բազիլիկը ճաշերի մեջ այդքան էլ շատ չեմ սիրում, ու չոր սամիթ, սա միայն վերջի շերտի համար ենք ավելացնում չոր սամիթը, շատ քիչ, այսպես, ու համեմում ենք կրկին կարմիր ու սև պղպեղով և աղով։ Աղը հիշեք, որ 3 շերտ ենք արել, շատ չլինի։ Վերջում մեկ ճաշի գթալ շատ համեղ յուղ, սիրելիներ, օգտագործելու եմ ռեդի յուղ, իմ ուտեստները ավելի համեղ են ստացվում, ավելի բուրմունքով հարուստ, իդեպ առանց խոլեստերին է, բուսական է ամբողջությամբ, կենդանական ճարպ չի պարունակում, արտադրվում է Եվրոպայում և հիդրոգենացված նյութեր ամենակարևորը չկա, կարող եք հանգիստ օգտագործել և տապակելու ընթացքում և խմորեղենների, բազմաթիվ ճաշերի մեջ, դուք արդեն գիտեք, որ ես որքան խմորեղեններ եմ պատրաստել այս յուղով ու հիասքանչ է ստացվում, իդեպ մեկ ճաշի գթալը բավական է, ավելացնում ենք հենց այսպես կենտրոնում և ամենակարևորը սիրելիներ ավելացնելու ենք գարեջուր, որքան է այս գարեջուրը, մոտավորապես այստեղ ունեմ 350 միլիլիտր գարեջուր, ավելացնում եմ ու էլ ջուր չեմ ավելացնելու, որովհետև բանջարեղենը ինքը շատ ջուր է դուրս գցելու, իդեպ եթե միսը դժվար է փողեն, ես գիտեմ, որ սա շուտ է եփվելու, ինձ հերմետիկ բերանից ծածկելու եմ ու ինձ այլևս ջուր հարկավոր չկա, շատ շուտ է եփվելու, կարտոֆիլն եմ ընտրել այնպիսի կարտոֆիլ, այստեղ վաճառում են օրինակ պյուրեի համար կարտոֆիլ, վաճառում են տապակելու համար առանձին է, ես ընտրել եմ պյուրեի համար, որ շատ շուտ է եփվում ու շատ փխրուն կարտոֆիլ է, որպեսզի հեշտ եփվի ու արագ եփվի։ Սիրելիներ, հիմա դնում ենք գազօջախին, երեսը ծածկում ենք անպայման, տեսնեմ կգտնեմ երեսը, սիրը ծածկում ենք, դնում ենք գազօջախին, եփելու ենք մարմանդ կրակին, շատ կարևոր է, մարմանդ կրակին ենք դնելու ու եփելու ենք այնքան, մինչև որ պատրաստ լինի, ես հիմա կդնեմ, իսկ մենք կհանդիպենք, երբ որ պատրաստ լինի։ Արդեն պատրաստ է համի խաշամայի համն ու հոտը, մեր ամբողջ խոհանոցով, ինչու չէ նաև մեր արևաների խոհանոցով է տարածել, ես հիմա համոզված եմ, որ բոլորը մտածում են ինչ համեղ բան են պատրաստել, սիրելիներ, մի փոքրիկ հիմա կանաչի ենք ավելացնում, համեմ ենք ավելացնում, բայց դուք արդեն երբ որ պետք է մատուցեք, ավելի շատ առատ ավելացրեք, ուզում եմ որպեսզի տեսնեք տեսքը, տեսեք ինչ հրաշք է, որքան գեղեցիկ է, ավելացնում ենք կանաչին, կրակը անջատում ենք և ասում բոլորին բարի ախորժակ։ Կարտոֆիլը լավ է փած, միսը փթրվում է, ահա որ համեղ, այսպես կարելի է նկարագրել, իդեալական խաշլամա է ստացվել, բարի ախորժակ բոլորիս։
Այս ինչ լավն է, ինչ հոմեղ է։ Հիմա ես մի հատ կարտոֆիլից կհամ տեսեմ։ Տակը։ Ես խաշլավայի ամենաշատը կարտոֆիլն եմ սիրում, չգիտեմ ինչու։ Միսն եմ շատ սիրում բնականաբար։ Տեսեք, միսը այս հենց վերցնում ես, ինքը հալվում է։ Շատ լավ էփել է։ Այս ինչ լավն է։ Բարյախոժակ, սիրելիներ եւ ուրախ զատիկ բոլորիս։ Տեսեք, ոսկորահան է լինում այնքան լավ է էփել։